Բարի ողջույն սիրելի բարեկամներ, տեսակետ մամուլի ակումբը կրկին սկսում է իր աշխատանքը, այս անգամ արդեն տեսակետ փոդքասթի ֆորմատով։ Մեր ազգին, մեր պետությանը պետք է լավատեսություն հաղորդել եւ խորհուրդ ունի այսօր մեր փոդքասթը իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ Ինչպես հասկացաք, Արտուր Ալեքսյանի հայրը եւ անձնական մարզիչը։ Ես շնորհակալ եմ, որ այսօր մեր հյուրն եք, պարոն Ալեքսանյան, որովհետեւ մեզ համար կարեւոր էր, որ լինի մի մարդ, որը իր ապրած կյանքով, դաստիարակած զավակով հայ ազգին պատիվ է բերում։ Բազմակի չեմպիոն է ըմբշամարտի, չեմպիոն է աշխարհի, Եվրոպայի, չեմպիոնների չեմպիոն կարելի ասել։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, որ դուք այսօր այստեղ եք եւ շնորհակալ եմ դրա համար, որ դուք այդպիսի զավակ եք դաստիարակել եւ տվել հայ ազգին։ Սա ոչ միայն ձերն է, այլև հայ ազգի հարստությունն է, խորհրդանիշներից մեկն է։ Այն ինչ որ ինքը անում է եւ մենք հպարտանում ենք ոչ միայն իրենով, նաեւ ունենք բազմաթիվ մարդիկ, մտավորականներ, գիտության մեջ, որոնք մեր պետությունը, մեր ազգը միշտ հանել են այդ վիճակից եւ մեծ ուրախություն են ապարգևել։ Հիմա ես ուզում եմ խոսքը ձեզ տալ, ինչպես պատահեց, որ Արտուրին դուք տվեցիք ըմբշամարտի ոլորտ։ Շնորհակալություն նախ հրավերքի համար, ես էլ եմ շնորհակալ այս ոդկասթին հրավիրելուն։ Ուրեմն Արտուրը եւ իր եղբայրը Ռաֆայելը դեռ փոքր էին, բայց մեր ընտանիքում մենք երկու եղբայր ենք եղել, երկուսը զբաղվել ենք ըմբշամարտով, երկուսը մարզիկ ենք եղել։ Մեր առօրյա կյանքում խոսակցությունը, թեման սպորտային է եղել մեր ընտանիքում։ Հետո այդպես այդ սպորտային թեմաների մեջ այդ երեխեքը մեծացել են եւ չէի կարծում, որ իրենք կարող է ուրիշ հերու մնային սպորտից, ես այդպես էլ մտածում էի։ Նախ առաջի հերթին, որ ես մտածել եմ, որ իրանք սպորտով զբաղվեն առողջ տղաներ եւ ուժեղ տղաներ լինելու համար, հետո նոր եմ մտածել մեծ արդյունքների համար։ Դե մեծ արդյունքները դա ստացվում է, երբ ինքը տվյալներ ունեն եւ կարողանում են նպատակ դնել եւ ցկտել հասնել այդ դրած նպատակներին։ Այնպես որ իրենք փոքր էին, ես փոքր տարիքում դալիճ եմ տարել, մարզադալիճ եմ տարել, զբաղվել իրանց հետ, որովհետեւ իրանք ուժեղ տղաներ լինեն, կյանքում դժվարություններին դիմացող լինեն եւ կարողանան ապրել սպորտային մտածելակերպով։ Գիտեք, սպորտը ինչպիսի բան է, երբ սիրահարվում ես արդեն, այդ հաղթանակի համը զգում ես, արդեն մարդիկ սկսում են ցկտել։ Այդ երիտասարդ տարիքում, փոքր տարիքում երեխաները սկսում են հաղթանակի ցկտել, թե Արտուրի մոտ ստացվեց այն առումով, որ ինքը ավել դրեց նպատակ, ճիշտ է, Ռաֆայելը մեզ տղասել, արդյունքներ ունեցել է Հայաստանի չեմպիոն է եղել, բանակայինների աշխարհի եւ այդ աշխարհի մրցանակակիր, բայց Արտուրը եկավ այնպեսի արդյունքների սկսեց հասնել, որ անցավ այդ ամեն ինչից եւ մենք իրար հետ փորձեցինք ավելի ինչքան հնարավոր է մեծ արդյունքների հասնել, նույնիսկ ոչ թե մի անգամ, այլ բազմակի անգամ։ Ինչ սկզբունքներով եք առաջնորդվում, երբ որ ըմբշամարտի ճանապարհ ընտրեցիք այդ ոլորտը, եւ արդյոք Արտուրը համաձայն էր գնալ դառնալ ըմբշամարտի։ Մեր ընտանիքում անընդհատ ըմբշամարտի խոսակցություն է լինում, անընդհատ նայում ենք ըմբշամարտի տեսանագարահանված հին կադրեր, հին գոդեմարտեր, այնպես որ ինքը անընդհատ մեծացել է այդ մթնոլորտում եւ ինքը համաձայն էր շատ փոքր տարիքում իրենք արդեն հասկանում էին այդ որ շատ դժվար սպորտացավ է եւ պիտի անպայման իրենք ջանք չխնայեն, որպեսզի մեծ արդյունքների հասնեն։ Որն էր, այսպես ասած, ամենադժվարը պահը ձեր մարզչական ու հորդերում նրա ճանապարհին եւ մտածեցիք գուցե չստացվի, ասենք, հաջողություններ չգրանցի։ Ուրեմն տարիների ընթացքում երբ արդեն համատեղում էի ծնող մարզիչ,
ժամանակի ընթացքում ես հասկացա, որ չի կարելի տեղերը խառնել։ Ես փորձել եմ գոդեմարդի ժամանակ, մարզումների ժամանակ, հավաքների ժամանակ Արթուրին նայել որպես մարզիչ։ Իսկ հետո տանը առօրյայում հաղթանակներից հետո, երբ ինքը կանգնում էր Պատվո Արտակի ամենաբարձր աստիճանին, ես մի պահ արդեն ուրախանում էի եւ մարզիչի դերում եւ արդեն նոր ծնողական ուրախությամբ։ Ասեմ ձեզ, եթե դուք ճիշտ եք, եթե մենք չկարողանայինք այդ մարզիչ ու ծնողը զանազանել, այսինքն խառնվել իրար, չէր լինի այս արդյունքները, որովհետև միշտ ծնողը խնայում է իր երեխային։ Չի ուզում, որ տանջվի շատ, չի ուզում, որ հայկական ընտանիքներում առավել եւս դժվարություններ շատ կրի, միշտ փորձում են հեշտ ապրել։ Ես հասկացա եւ փորձեցի իրեն նայել մարզիչի աչքերով, որ եթե անհրաժեշտ է մեծ ծանրաբեռնվածություն կրել, ուրեմն ինքը կրելու է, ոչ թե իմ տղան, այլ ինքը մարզիկ է։ Եվ փառք Աստծո ստացվեց։ Եթե 0-ից սկսեիք, ինչը կփոխեիք, կամ ինչը կթողեիք նույնը։ Եթե 0-ից սկսեի, հաստատ նույնը կթողնեի էլի սպորտի բնագավառը ընտրելը։ Ես բացի սպորտից նաև եղել եմ ինստիտուտը ավարտել եմ որպես մաթեմատիկ։ Էդ էլ չէի փոխի, որովհետև դա իմ առօրյա մաթեմատիկ։ Այո, մանկավարժական կրթություն ունեմ, մաթեմատիկ եմ։ Էդ էլ չէի փոխի, որովհետև դա իմ առօրյա կյանքում շատ է օգնում։ Այո, շատ։ Նաև իմ գործում է շատ օգնում, որովհետև այդ հաշվարկները, այդ ամեն ինչը։ Այնպես որ մաթեմատիկներ նկատի ունեցեք։ Գիտեք ինչ, կփոխեի մի քանի մոդեցում, որտեղ օրինակ եղել են Արթուրի հետ մրցումներում եմ եղել, հավաքներում եմ եղել, այն սխալները, որոնք ես հիմա զգում եմ, որ 10 տարի առաջ մի փոքր սխալ է եղել, դա իր հետևանքն է թողել։ Այ կփորձեի այդ սխալները էլ չանել։ Ձեր հարաբերությունը Արթուրի հետ որպես հայր ու մարզիչ, որտեղ է անցնում այդ սահմանը։ Երբ պետք է խստությամբ մարզել, իսկ երբ ուրեմն հայրաբար գրկել Արթուրի։ Պետք է անպայման խիստ լինել, մարզումային process-ը կազմակերպել, ինչպես մյուս մարզիչները իրենց մարզիկներին։ Այդտեղ ծնողի հայրությունը հայրություն, մարզիչը մարզիչ։ Ես արդեն հաղթանակը լինում է, վերջնական սուլիճը լինում է եւ վերջ արդեն ինքը հաղթող է ճանաչվում, այդ ժամանակվանից նաև միանում է որպես ծնող եւ նոր ասեցի, երբ Պատվո Արտակի ամենաբարձր աստիճանին է կանգնում, այդտեղ ծնողական հպարտություն եմ ապրում ես, որ նաև բացի նրանից, որ մարզիկ է, նաև ինքը իմ զավակն է։ Պարոն Ալեքսյան, կներեք, եթե դուք չլինեիք մարզիչ, մեկ այլ մարդ լիներ կամ մարզիչ ընտրված լիներ, այս հաջողությունը կգրանցեր Արթուրը։ Գիտեք, այսօր շատ մարզիչներ կան, որ աշխատում են ու շատ լավ են աշխատում, բայց լինում է այսպիսի մի պահ, որ իրենց մոտ եկող մարզիկներից, երեխաների մեջ այն ձգտումը չկա, որը կար Արթուրի մեջ։ Եվ այդ մարզիչը, ես չեմ ասում, որ ես վատ է աշխատել, ինձնից էլ լավ աշխատող մարզիչներ կան, նայած թե այդ մարզիկը, որի հետ աշխատում ես, ինքը ինչի է ձգտում։ Ես միշտ ասում եմ, որ միայն մարզիչի կամ ծնողի ուզելով չի կարող մարզիկը դառնալ հանրաճանաչ ու այսպիսի արդյունքների հասնել։ Առաջին հերթին մարզիկը ինքը պիտի ուզենա հասնել այս արդյունքներին։ Մարզիչը օգնում է մարզիկին, որպեսզի հասնի այդ բարձունքներին։ Այս դեպքում դուք երջանիկ եք, որովհետև Արթուրը ձգտող էր, որովհետև անկախ նայած որ դուք եք զբաղվում, Արթուրը ձգտող էր եւ նպատակասլաց է եղել, կարելի է։ Արթուրը իր բնավորությամբ մինչև հիմա էլ ես այն փոքրուց էլ երևում իր դիմաց դնում է նպատակ ու ինքը ամեն զրկանքների կարող եմ ասել գնում է որպեսզի ինքը իր նպատակին հասնի դա շատ կարևոր բան է մարդու մեջ եւ կյանքում իր ապրած եւ սպորտային կյանքում
շատ կարևոր է ձգտել, չընկճվել, լինում են պահեր, որ անհաջողություն է լինում, ծնգում ես, բայց նորից ոտքի պիտի կանգնես ու առաջ գնաս։ Ավելի ամուր, ավելի նպատակասլաց, պիտի գտնես քո սխալը, ուղես սխալն ու առաջ գնաս։ Կյանքում էլ այդպես դժվար է ամեն ինչ։ Արթուրը կարծես հաղթանակի խորհրդանիշ լինի։ Եվ Արթուրին տեսնելով մենք մտածում ենք, որ աշխարհում ամենաուժեղ ազգն է։ Ու իսկապես իր կերպարը աստվածային իրական ես չեմ ուզում չափազանցնել բառերով, երբ որ նայում ես դու ոգևորում ես, որ դու հայ ես։ Դու քեզ լավ ես զգում, արժանապատիվ ես զգում։ Կարծես իր մեջ մի մագնիս կա, որը իսկապես քեզ ոգևորում է։ Եվ ես ուզում եի հարցնել Արթուրի անձնականից։ Արթուրը 33 տարեկան է, Քրիստոսի տարեկան։ Ինչ կա ժողովրդին ուրախացնելով։ Դե ժողովուրդը կամաց սկսում է երբ ընտանիք կազմելու, երբ երեխաներ ունենալու, որովհետև կուզի որ Արթուրի նման Արթուրիկներ ծնվեն, գեղեցկուհիներ, տղաներ, այսինքն պարգևի զավակներ, մեր ազգին դա է պետք, գենոֆոնդը ավելացնելու համար, առավել եւս Արթուրի նման։ Այդ մի քիչ ցավոտ բան եք ասում, այո, Արթուրը արդեն տարիքը 33, Հիսուսի տարիքի ասել, բայց ասեմ, որ հենց նորից մեր թեմայի շարունակությունն էր, որ ինքը այնքան ժամանակ չէր տրամադրում իր անձնականին, որ այսօր ինքը այսքան տարիների ընթացքում ինքը մենակ մտածել է մարզվել ու հասնել բարձր արդյունքների։ Իր նպատակներին հասնելու համար իր անձնականը դրել է մի կողմի ու գնում է առաջ, որպեսզի հասնի, բայց ես որպես ծնող ուզում եմ, որ դեռ շատ 16 թվականից հետո ինքը ունենա իր ընտանիքը, անձնական, ասեմ, որ չի էլ խանգարելու, այս արդյունքներին չի էլ խանգարելու, ինքը ընդամենը կա ճիշտ պահվելու ձև, ճիշտ ռեժիմ կամ ճիշտ ռեժիմ, հա, օրակարգ, այդ ամեն ինչը չի էլ խանգարելու, բայց այս պահին հələ ինքը ցկտում է իր սպորտային արդյունքները իր նպատակին վերջնական հասնելու։ Արթուրը մեկ եղբայր ունի քույր, թե մեկ եղբայր։ Արթուրը ունի մեկ եղբայր, որը նաև եղել է էլի մարզիկ, իրանի տարիքով մի քիչ մեծ է, եղել է մարզիկ, վատ արդյունքներ չի գրանցել, բայց Արթուրն այնպիսի արդյունքներ գրանցեց, որ մեծ եղբոր արդյունքները չի էլ խոսվում, չի էլ երևում։ Բայց մեծ եղբայրը ունի ընտանիք, ես ունեմ թոռնիկներ, որ ինձ համար հրաշք են։ Նայում են Արթուրի ճանապարհը ուղեգիծը շարունակ են։ Հա, տղան հետևում է իր հոր-եղբոր ճանապարհին է, ուզում է մարզվել, տեսնենք ինչ կստացվի։ Կարևորն որ ամուր տղամարդ լինի, կյանքի դժվարությունները հաղթահարող լինի։ Իսկ արդյունքները կերևայի, տվյալները համապատասխանեն կունենա։ Պարոն Ալեքսանդր, այսօր շինարարություն է գնում Արթուրի անունով միջազգային դպրոց են ունենալու։ Մի փոքր դրա մասին կպատմեք, որովհետև հետաքրքիր է։ Ինքը իրանից ներկայացնում է մեծ մարզապազա, 10 հեկտար հողատարածքի վրա մեծ մարզապազա, որովհետև ոչ թե մենակ համարդ է, ամառային օլիմպիական խաղերի բոլոր ձևերը, համայրա բոլոր ձևերը կարող են այդտեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնել, այդտեղ կարելի է անցկացնել միջազգային կարգի բարձր կարգի մրցաշարեր, ինչու՞ չէ նաև աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Այդ բազան ընթանում է արդեն կարելի ասել աշխատանքների կեսը կատարված է, բայց քանի որ ինքը շատ մեծ է ու այդ տարածքի վրա տարբեր շինություններ են, էլի, այս պահին չեմ կարող ասել ինքը որ կետին է հասած, բայց որ այդ ամեն ինչը գնում է առաջ, փորձում ենք մենք էլ Արթուրն էլ, ես էլ մեր ներդրումները ունենալ այն առումով, որ հետևել այդ կառույցի վերջնական տեսքին հասնելու, կառույցը այնպես է մտածված, այնպեսի գծագրություն է այնպես է արված, որ հարմարավետությունն է շատ կարևոր այդ ամեն ինչը անցկացնելու, մարզումային process-ների հանգիստը, հյուրանոցային պահը, այդ ամեն ինչը կա, հույս ունեմ, որ մենք կհասցնենք ավարտին։ Դա կատարվում է, նշեմ, որ պետբյուջեի հաշվին, գումարների դեռ մինչև հիմի գումարների խնդիր չի եղել, որովհետեւ գումարի խնդրի հետ կապված դատարեցվի շինարարությունը, հույս ունեմ մինչև վերջել չի լինի, իսկ ավարտը ըստ ժամանակացույցի ավարտը մինչև 26 թվականի այսպես աշուն է,
լավ կլինի, որ մենք այդ ժամանակ ավարտենք, որովհետև 27 թվից միջոցառումներ կա, որը կարող ենք այդտեղ անցկացնենք։ Եվ միջազգային, եւ միջազգային, եւ հուսանք բացումից հետո դա հաստատ օգուտ է տալու մեր հանրապետության սպորտի զարգացման համար բոլոր սպորտացիներից։ Մենք միշտ աչքի ենք ընկել սովետական միության ժամանակահատվածում։ Այժմ էլ լավ կլինի, որ այդ նմանատիպ դպրոցներով մենք կարողանանք աշխարհին եւ ոչ միայն աշխարհին, այլ տարածաշրջանին եզակի լինել, որովհետեւ այդ ուժը, ներուժը մենք ունեցել ենք ժամանակ, եթե հիշում եք, հպարտանում ենք։ Ես հիշում եմ մեր տարիքով, երբ ես երեխա էի, մեր տարեց մարզիչները միշտ երազել են ունենալ Գյումրիում դվարեց։ Պալատ, սպորտ պալատ։ Ու այդ երազանքը, երբ ես արդեն սկսեցի սպորտով զբաղվել, հետո աշխատանք, միշտ եղել է իրականություն, որ բոլորը ցկտել են սպորտային մայրաքաղաք են ասում ենք Գյումրիին, չէ մայրաքաղաք է եւ չուներ դվարեց մարզապալատ։ Հիմի այս իրականության մեջ այս մարզապազան դառնում է այդ տարիների երազանքի արդյունք եւ հույս ունեմ, որ մենք կհասնենք ժամանակի ընթացքում, պիտի հասնենք նրան, որ բոլոր քաղաքներում, բոլոր մարզերում, նույնիսկ գյուղական համայնքներում այնպիսի լավ երեխաներ կան, կարողանանք պայման ստեղծել, որովհետեւ այդ երեխաները ոչ թե պայման չունենալու հետևանքով չկարողանան իրենց լրիվ հնարավորությունները օգտագործել, այլ ընդհակառակը կարող են նաև հասնել ու անցնել այսօրվա մեր գրանցած արդյունքների։ Երբ մենք դուրս ենք գալիս տարբեր երկրներ, այս հետաքրքրվում եմ, այնպեսի դալիճներ կան, այնպեսի պայմաններ կան այնտեղ, մարզիկները օգտվում են այդ պայմաններից եւ ինչու՞ չէ պայմանները պետք է լինի որ նախապայման պետք է լինի որ արդյունք եղնի եթե հողը բերի չեղավ հողը չունեցավ սնունդ այնտեղ ոչ մի շիվ չի աճի ասեմ սպորտը արդյունություն է այնպիսի արդյունություն է որը մեդալային տեսքով ենք տեսնում այսինքն արդյունել վաճառել այդպիսի չի լինում բայց ներդրում պետք է պետք է մեծ ներդրումներ, որբիսի մենք ունենանք արդյունություն որպես մեդալների տեսքով, մարզիկների տեսքով։ Այսինքն այդ ներդրումները կներեք, ներդրումները եթե չարվեց կամ արվեց կիսատ, այդ նույն գործը կամ չի լինի կամ կիսատ կմնա։ Սպորտը, այո, այն բնագավառն է, որտեղ պիտի մեծ ներդրումներ արվի եւ պատասխանը ստանալու ես մեդալային եւ ավելի մեծ դիվիդենդներ անպայման չէ ֆինանսապես բիզնես աչքով նայել ես կարծում եմ հաջողությունները մեր պետությանը հեղինակությունը բարձրացնելով աշխարհում դա ավելի մեծ դիվիդենդներ կբերի որովհետեւ իմիջն է բարձրանում հանրապետության ի վերջո անպայման չի որ մտածեցինք բիզնես կա գումարային բան է չէ ես մտածում եմ որ դա մեր երկրի տնտեսության պետության հեղինակությունն է բարձրանում, այդտեղ ավելի մեծ հաջողություններ կգրանցի եւ մենք այդ հաղթանակներով մեր ազգի ոգին է բարձրանում։ Դա ամեն ինչ արժի, փողից վեր է եւ որևէ գումարից ինչ որ թանկ է ավելի։ Նյութականից ավելի թանկ է։ Ավելացնեմ մի բան, այսօր ինչքան ուզում ենք մենք բարձրակարգ հիվանդանոցներ սարքել, այո, շատ պետք է։ Դրա հետ զուգահեռ ունենանք լավ մարզատ բազաներ, մարզատ դալիճներ, մարզահրապարակներ, մեր ազգը շատ սպորտով զբաղվում։ Առողջ ապրելակերպն է այստեղ։ Այո, հիվանդանոցներում ավելի քիչ մարդիկ կլինեն։ Մեր ազգը սիրում է առողջ ապրել։ Զբաղված է սպորտով, առասարակ։ Այո, իմ երիտասարդ տարիների հետ եթե հիմի համեմատում են, շատ է առաջ գնացել։ Նայեք, մարմնակերտությամբ զբաղվել, մարմին են կերտում։ Գեղեցիկ մարմին, գեղեցիկ հոգի։ Այո, ուզում են այդպես է, եւ դա առողջ ապրելակերպ է, չեն ուզում, այսինքն կա հիմի կա, բայց երևի գիտեք ինչ, ես երբ մտնում եմ դալիճներ, տեսնում եմ որ շատ ավելի խիտ են, այսինքն դալիճի պակաս կա, պարաբողներ շատ կան։ Հիմի եթե հանգած դալիճներն էլ լինեն, այդ պարաբողներն էլ ավելի այն խտությունը կարող է չլինի, որտեղ ազատ լինի, որպեսզի ավելի լավ պարաբեն։ Այդ մշակույթը կա։ Այդ մշակույթը արդեն մեր մոտ ընթացք է գնում, բայց այդ զարգացնել է պետք։ Գյումրի հաջողությունը բանալին որն է, որ Գյումրին լավ սպորտսմեններ է տալի, լավ մարզիկներ է տալի, մարզիչներ է տալի, որն է։ Բնավորությունն է, ուժեղ տեսակն է, ցանկությունն է, այդ հողը, այդ տարածքը։ Ես միշտ ասում եմ, թե Գյումրեցու թասիբն է, այդ թասիբ մեր բարբարով ցեկտել ու հասնել։ Դա օրինակն է Արտուրի, որ ցեկտել է, ամեն ինչ դրել է, կողքի ցեկտել է ու հասել է, ու հասնելու է, էլ ավելի է ուզում գրանցել։
Բայց այդ ֆենոմենը, այսպես ասեմ, ես իմ փորձից ելնելով տեսնում եմ, որ երբ մարդը բավարարված է, ունի ամեն ինչ, էլ ինքը չի գնում ծանր սպորտացևերով հասնի ապագա կերտի։ Շատ քչերն են որ հնարավորություններ ունին, այսինքն իրենց ծնողները ապահովել են իրեն ամեն ինչով, ինքը էլ ցկտելու բան չունի։ Այ դրա համար այն տարածաշրջաններում, որտեղ ապրելը դժվար է, կարիքի մեջ դժվարություններ են տեսնում։ Մարդիկ գտնում են իրենց կյանքի ապագան սպորտացևով, սպորտով հասնեն բարձունքի, ունենան այն բաները, որ իր ծնողը չի դժվարություններ հաղթահարելով չի ապահովել իր համար եւ փառքը առավել եւս, այսինքն ճանաչված եղնելու համար։ Դրա համար այն ընտանիքները, որոնք շատ դժվարությամբ են ապրում, այդ երեխաները այդ վիճակից դուրս գալու ձև են գտնում, հաջողություններ են գրում, այնտեղ հասնել սպորտով այդ ամեն ինչի։ Եվ արդեն որ եթե մեջներն էլ լինում է ցկտող մարզիկ հասնում են։ Միշտ եթե նայենք այլ երկրներում է մեծ քաղաքներում, որտեղ հնարավորությունները շատ են ու վայելքները շատ են, այդտեղ ավելի քիչ են մարզիկները, իսկ որտեղ ավելի դժվար է պայմանները, այդտեղ ավելի շատ են դուրս գալիս մարզիկներ, որովհետև ապագան տեսնում են սպորտով դուրս գալ այդ իրավիճակում։ Գիտեք ինչ, մենք կարողանանք եւ տարածաշրջաններում եւ ամբողջ մեր Հայաստանում շատերը մտածում են թե սպորտում միայն ցկտելով է, չէ, ցկտելը շատ կարևոր է, առաջնային է, բայց նաեւ ելին մենք խոսեցինք ներդրումները, մեծ ներդրումներ է պետք։ Այդ առանց այդ ներդրումների մեծ սպորտ չեն կարող ունենալ։ Նայեք սպորտացիվեր կա ավելի շատ ասում են թանկ սպորտացիվեր են, մեծ փողեր է ներդրվի, որպեսզի այդ սպորտացիվից արդյունք ունենալ։ Հույս ունեմ, որ երբ մեր երկրում այնպիսի իրավիճակ կլինի, որ ավելի շատ կցկտեն մեզ դնել սպորտի մեջ գումարներ, որպեսզի մեծ արդյունքներ ունենանք, այդ կարծ տարածնի իրեն։ Ես եմ ուզում ասել եւ մեր ազգին ցանկանում եմ, որպեսզի ունենանք շատ հաղթանակներ, այդ պահերը վարգյաններ են։ Այս մեր սպորտացիվերով, այսինքն սպորտով այդ հաղթանակի պահը վարգյաններ են, րոպեներ են ընդամենը, բայց դա ազգին մի նոր շունչ է տալիս, մի նոր այսպես ուրախանալու, այդ ձեր ասած հենց նպատակը լավատեսություն է, որ կամ գնում է երեխան մրցումների, իրանք սպասում են թե երբ պետք է լինի այդ հաղթանակը։ Դա Աստված որ մեր ազգով մենք ունենանք բազում հաղթանակներ եւ սպորտում, եւ առօրյա կյանքում, եւ արտաքին ամեն ինչի մեջ։ Առասարակ։ Ես մի քանի բլից հարցեր ձեզ տամ, դուք տենց արագ պատասխանեք։ Եթե Արտուր Ալեքսյանը մուլտֆիլմի հերոս լիներ, ով կլիներ։ Մուլտֆիլմում հաստատ էլի հզոր ինչ որ մի հանձնավորություն, հզորություն, որովհետև իրոք ինձ շատերն են ասում, որ երբ Արտուրի թեման խոսում է Արտուրից, իրենք պատկերացնում են հզորություն։ Ես դրա համար ուրախ եմ։ Հաղթանակ թե արժանապատվություն, երբ երկուսը հակասում են իրար։ Բարդ հարց եք տալիս, որովհետև հաղթանակ շատ կարևոր է, արժանապատվությունը շատ կարևոր է հաղթանակը։ Ես կմիացուլեի եւ հաղթանակ եւ արժանապատվություն։ Արտուրին վերջին անգամ երբ եք գովել։ Ես միշտ հերո եմ մնացել Արտուրին գովելուց, բայց այս վերջերս արդեն ոնց որ թե ծնողական այդ բանը մոտս ավելի շատ է, սկսում եմ տեղեր կա ոչ հրապարակային, բայց ոչ իրեն մոտ, այլ տեղեր կա, փորձում եմ արդեն գովել ու հպարտանալ։ Ինչ բառ եք օգտագործում ամենաշատը Արտուրի հետ խոսելիս։ Մարդ մնալ, մարդ լինել, մարդ բառը ավելի շատ երևի, որովհետև ամեն տեղ, ամեն իրավիճակում ես փորձում եմ իմ զավակներին, իմ վաղնել մյուս թորներից միշտ ցկտելու եմ առաջնային մարդ լինել, հետո նոր մնացած մասնագիտություններ ունենալ։ Պարոն Ալեքսանյան, խաղերի ժամանակ Արտուրը ունի մի բան, որ իր հետ է միշտ, որովհետև մարզիկները ունեն, մեկ ասում են խաչն է իրեն հետ, մեկ ուրիշը մի բան, որը կհիշեք, ինչն է իրեն ուշ տալիս։ Արտուրը ասեմ, որ փոքր տարիքից ես նկատել եմ, որ ինքը ունի մեծ հավատք ունի եւ իր հետ միշտ կա այդ
Սուրբ Գիրքը իր հետ է, միշտ հավաքներին, մրցումներին իր հետ է, միշտ ինքը տանից դուրս է գալիս, իր հետ է, տանն է, իր կողքին է, եւ այո, ինքը կրում է խաչ, ինքը խաչից բաժանվում է միայն մարզումների ժամանակ եւ մրցումների այդ process-ի ժամանակ, որը իմ մոտ է տալիս այդ պահին, ես եմ պահում, այո, ինքը իր մեջ ունի մեծ հավատք, որը նաեւ հենց իրեն ուղեկցող ու օգնող է, համոզված եմ։ Ինչպիսի ուտեստ է սիրում Արթուրը։ Առանձնանում է իրեն ճաշատեսակներից։ Արթուրը ես ճիշտն ասած երևի իր մոր պատրաստած հայկական տոլման է, որ զգում եմ որ շատ է սիրում։ Իսկ մնացածը երևի ասեմ ինքը այսպեսի մի դժվար է իրեն ամեն ինչ չի ուտում, բայց ամեն ինչ չի ուտում, բայց նաև խորովածն է սիրում, հայկական խորովածը, հայկական տոլման հաստատ սիրում է։ Մեր տանը ընդունված է նաև հայկական բորշը, որը օրինակ ինձ համար շատ համար մեկ ուտեսն է։ Ռուսական է, բայց հայկական բորշ է։ Դե, ասեմ, հա, ես չեմ ուզում այդպես ասեմ, այո, ճիշտ է, ռուսական է, բայց նաև մեր հայ մայրերի սարքածը առանձնահատուկ է։ Այո։ Ես էլ հաճախ ասում եմ տիկնոջս, որ այ մամայի բորշին նմանացրել ես մի քիչ, չէ, իսկապես համեղ են պատրաստում։ Արթուրը ընկերներ ունի շատ, ոնց է կարողանում, դժվար է այս ռեժիմով ընկերներ ունենալ, որովհետև ընկերները առանձին բաներ ունեն, պահանջներ ունեն, չէ, ընկերական շրջապատ բան, ոնց է կարողանում հասցնել։ Ասեմ ձեզ յուրահատուկ բան է իր մոտ այդ ընկերությունը, ինչպես մեր ընտանիքում է դրված եղել, ես իմ ծնողներից սերվել եմ այդ մեր երկու եղբայրս էլ, որ ընկերությունը մի այլ ընտանիք է, որը չես կարող, դու քո ապրած կյանքով դու պետք է ընկերություն ունենաս։ Ընկեր հասկացողությունը մեր ընտանիքում շատ բարձր մագարտակի վրա է դրած, իմ ծնողներից է գալիս, ես տվել եմ իմ բալիկներին, ես հույս ունեմ, որ իրենք էլ իրենց բալիկներին կտան այդ ամեն ինչը, եւ գիտեք նրբությունը որն է, որով ես հբարդանում եմ։ Արթուրի այն մանկության ընկերները, որոնք այդ ժամանակ ոչ մեկը չեն գիտեցի Արթուրը ինչ մագարտակի է դառնալու, ինչ փառքի է հասնելու, այդ ընկերությունը ստեղծվել է, արել են։ Եվ մինչև այսօր այդ ընկերությունը իր կողքն է, ինքը այդ ընկերության կողքն է, այսինքն ինքը չի մոռացել այն ընկերությունը, որը այսօր ամենը տարբեր, հա, այսինքն ինքը ընկերություն չի անում փառքի հասած մարդկանց հետ, ինքը իր ընկերությունը պահել է այն հասարակ մարդիկ, որոնք այն հասարակ տարիների ժամանակ, որ ինքը հեշտ չգիտեր Արթուրը ինչ է դառնալու, այդ ընկերությունը ստեղծվել է ու ինքը այդ ընկերությունը այսպես թանկ բանի, չի փոխվել Արթուրը։ Թանկ բանի պես առաջ է տանում ու հաստատ համոզված եմ, որ ընկերությունը փոխադարձ է լինելու, չի կարող միակողմանի լինել, ու այդ ընկերությունը շատ մեծ արժեք ունի։ Դու ապրում ես ամեն վարյան ապրում ես ընկերների հետ, շփվում ես, բայց իր ժամանակը այդքան քիչ լինելով հանդերձ ինքը կարողանում է իր ընկերների հետ շփվել, գտնում է ժամանակ, շփվել, ուրախանալ, լավը զգալ իր ընկերների շրջապատում, եւ հումորը կա, եւ ամեն ինչը կա։ Ինչը չի կարողանում Արթուրը տանել, ինչը իրեն համար անընդունելի է, կատեգորիկ, այսինքն ոչ մի ներումություն։ Մի քանի բան կարող եմ ասել, օրինակ Արթուրը չի կարող տանել դավաճանություն, Արթուրը չի կարող տանել նենգություն, հաստատ համոզված եմ, Արթուրը չի կարող տանել այն գոռոզամտություն, որը իր մեջ չկա, էլի։ Տեսնում եք, էլի ազգը տեսնում է, որ ինքը չունի դրանք, դրա համար երևի սիրում է, ինքը ստախոսություն չի կարող տանել։ Դպրոցում Արթուրը լավ էր սովորում, պարոն Ալեքսեյ։ Գիտեք ինչ, իր մոտ միշտ պատասխանատվության զգացումն է շատ բարձր եղել։ Ինքը դասապատրաստումը անպայման պատրաստ է գնաց այդ դասի։ Ես հիշում եմ իր այդ փոքր տարիքում, եթե հանգարց մի բան չէր հասցնում դասերից պատրաստ էր, լացով էր գնում դպրոց։ Լացով էր գնում, որովհետև գիտե որ ինքը այդ դասին պատրաստ չէ։ Չնայած շատ քիչ է եղել այդպես բան, բայց միտեղ ենք գնացել, ինչ որ երևի ուշ ենք եկել, չի հասցրել կամ բան, եղել այդպես դեպքեր,
այդ դասապատրաստման այդ պատասխանատվությունը իր մոտ շատ բարձր էր ու այդ տեսեք այսօր այդ ամեն ինչը երևում է իր պատասխանատվությունը այնքան է որ ինքը կիսատ ոչինչ չի թողնում հիասթափության պահեր եղել են Արթուրի մոտ ճիշտն ասած ես չեմ զգացել հիասթափության պահեր բայց մի անգամ հիասթափված էր ինչ որ այդ մրցավարության պահով էլի որ անընդհատ կարող է մեկ մարդը իր սուլիչով խանգարել մյուս մարդու տարիների քրդինքը ջուրը լցնել հիասթափել այո ես անձամբ եղել եմ մրցավար միջազգային կարգի մրցավար ես էլ այդ ժամանակ միշտ փորձել եմ ոչ թե ես այդ մարդու ճակատագիրը որոշեմ այլ այդ մարդը ճակատագիրը իր կերտ է մենք ընդամենը ուժեղին որոշենք թե այդ բային ով է ուժեղը այդպես եմ ապրել ու փորձել այդպես մրցավարություն անել բայց այսօր մրցավարներ կան միդումնավոր են դա սխալվել հնարավոր ենք մենք բոլորս է կարող ենք սխալվել բայց միդումնավոր անել դա այդտեղ այլ բան է այդպեսի բաներից ես ասեց որ լրիվ բարերով չեմ կարող հիշել բայց ասեց որ հիասթափված է այդ պահից ենթադրենք որ Արթուրը լսում է կամ հուսանք կլսի հուսում եմ որ գտիտի մեր թողարկումը ինչ կցանկանայիք հաղորդել Արթուրին այստեղից այո Արթուրին կհաղորդեմ որ Արթուր ջան ես բավարարված եմ քո հարցումներով ես ուզում եմ ունենալ թորնիկներ շատ լավ մեր շատ սիրելի աշխարհահռչակ մարզիկ լեգենդար մարզիկ չեմպիոնների չեմպիոն ինձ համար այդպես Արթուր Ալեքսյանի հայրն էր իմ հյուրը Գևորգ Ալեքսյանը ես կարծում եմ որ մեր հաղթանակները դեռ առջևում են որովհետև մենք ունենք Արթուրի նման մարզիկ եւ Գևորգի նման մարզիչ Այս թեմայով մի երկու բառ ավելացնեմ ու ես էլ շնորհակալություն հայտնեմ բոլորից երկրպագուներին շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին շնորհակալություն եմ հայտնում Արթուրին այդպես սիրելու Արթուրով սպասելու Արթուրի հաղթանակներին սպասելու համար շնորհակալություն եմ հայտնում եւ հույս ունեմ լավատեսական առումով լավ է լինելու ամեն ինչ լավ է լինելու Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, Արցախ աշխարհը։ Անհավասար պատերազմում մեկը 10-ի դիմաց։ Դա թողենք պատմաբաններին, քաղաքագետներին, թե ինչպես պատահեց այդ։ Բայց հուսով եմ, մեր հաղթանակները դեռ առջևում են, որովհետև մենք ուժեղ ենք։ Մենք ունենք Արթուր Ալեքսայաններ, Հենրիկ Մխիթարյաններ, Արսեն Հարությունյաններ եւ կարելի է անվերջ թվարկել։ Պարզապես պետք է հայեցի ապրել, հայեցի մտածել եւ միասնական գործել, որովհետև մենք ուժեղ ազգ ենք եւ կյանքը դա ցույց կտա հաղթանակները դեռ առջևում են